Արցախցիների իրավունքների պաշտպանության 40+10 ծրագրի դադարեցման հետևանքների, Հայաստանի կառավարության արձագանքների, հավաքական վերադարձի հնարավորությունների և տեղահանված քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերների մասին այսօր զրուցելու ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ստեփանյան, արցախցիները հավաքներ են անում, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ է ձևավորվել, որի 12 կետանոց պահանջագիրը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ինչպես է գնահատում այս Հայաստանի իշխանության որոշումը։ Նախ սկսենք նրանից, որ ներկայացված 12 կետերի մեջ ամփոփված են ըստ էության այն բոլոր խնդիրները, պահանջները, որոնք դեպրի տեղանությանը հաջորդած ամբողջ ժամանակահատվածում տարբեր առիթներով բարձրաձայնվել են, այսինքն սրանք նորություն չեն, այլ եղել են տարբեր թե հավաքների, թե տարբեր քննարկումների, հանդիպումների ժամանակ հնարավորություն դրանց մասին բարձրաձայնելու եւ երբ որ եկել ենք այն համոզման, որ այդ ձևաչափով մեր խոսքը լսելի չի դառնում, մեր ներկայացրած պահանջները կամ ներկայացրած մտահոգությունները տեղ չեն հասնում, բանը հասել է, այսպես ասած, հանրահավաքին։ Ասել, որ բացառում էինք, որ կառավարությունը կմերժի, ճիշտ չէր լինի, ես անձամբ նաև քանի որ փորձ ունեմ կառավարության կամ տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ որոշակի շփումներ ունենալու նաև հենց սոցիալական հարցերի շուրջ, ես գիտեի, որ հնարավոր է, որ նման պատասխան լինի։ Մանավանդ, որ բոլոր հարթակներում լինի դա բանավեճեր քննարկումներ իրենք ներկայացնում են նույն անհիմն փաստարկները, որոնք ըստ էության իմ խորին համոզմամբ եւ իմ վերլուծությամբ որևէ վերլուծությունների վրա, հետազոտությունների վրա հիմնված չեն։ Ինչ վերաբերում է ոչ սոցիալական հարցերին, դրանք արտաքին քաղաքականության վերաբերող իրավունքներին վերաբերող հարցեր են, օրինակ այնտեղ կա գանգատներից չհրաժարվելու, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը օրակարգ մտցնելու, դրա վերաբերյալ էլ արտաքին գործերի նախարարության կողմից եղավ հայտարարություն, դա էլ էր սպասելի, բայց այս հանրահավաքը հենց նրա մասին է, որպեսզի ասվի, որ սա այնպես չի, որ Գեղամ Ստեփանյանի կամ Պողոս Պետրոսյանի պահանջն է, սա տասնյակ հազարավոր մարդկանց պահանջն է, որոնք որ ըստ այս պարագայում, հավաքվել են Ազատության հրապարակում միաբերան պնդելու իրենց այդ պահանջները։ Պարոն Ստեփանյան, 40+10 առանցքային նշանակություն ուներ բազմաթիվ արցախցիների համար, ինչ ազդակ է տալիս այս ծրագրի դադարեցումը Արցախի փախստականներին։ Այո, շատ կարևոր ծրագիր է 40+10-ը եւ կարող ենք ասել, որ նաև էքսպերտային գնահատականով կարող ենք ասել, որ 40+10-ը ըստ էության այն միակ ծրագիրն է, որը սոցիալական կայունություն է ապահովում տեղահանվածների համար եւ որի դադարեցումը կամ վերափոխումը այլ ծրագրով անխուսափելիորեն հանգեցնելու է տեղահանվածների շրջանում սոցիալական խոցելիության աճին, իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ ընտանիքներ ուղղակի չքավորության կամ անօթևանության են մատնվելու, իսկ դա իր հերթին դրդելու է մարդկանց արտագաղթի։ Ես վստահ եմ եւ նաեւ դրա մասին խոսում է սոցիալական տարբեր հարցումներ, որ արցախցիների շրջանում արտագաղթի հակվածությունը որպես այդպեսին բարձր չէ։ Խոսքը 85%-ի մասին է, այսինքն 85% մարդիկ որևէ ձևով իրենց ապագան այլտեղ չեն պատկերացնում, քան Հայաստանի Հանրապետությունը, բայց սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում ես վստահ եմ, որ այդ տոկոսում փոփոխություններ լինելու, այսինքն մարդը իր ընտանիքի քիչ թե շատ արժանապատիվ կեցություն ապահովելու համար ստիպված է լինելու արտագաղթել եւ ամենակարճ ուղին դա Ռուսաստանի Դաշնության հարավային հատվածներ տեղափոխվելն է, որտեղ արցախցիները նաեւ բարեկամական եւ ընկերական կապեր ունեն։ Գիտեք, ես այո ունեմ այդ համոզմունքը, որ նաև ինչ որ առումով միտումնավոր է արվում մարդկանց դրդելու արտագաղթի, բայց եթե անգամ դա միտումնավոր չի արվում, ապա կառավարությունը շատ երկար ժամանակ ուներ հասկանալու համար, որ իր այս քայլը ի վերջո հանգեցնում է արտագաղթի, հանգեցնելու է արտագաղթի։ Եվ օրինակ ինձ համար հաճախ
կառավարության կողմից հնչող են արտահայտություններն հասկանալի չէ կամ ընդունելի չէ, որ ասում են դե փորձենք գործարկել այս ծրագիրը, հասկանանք թե ինչ էֆեկտ, ինչ Արցախի ժողովուրդը փորձադաշտ է կամ փորձակենդանիներ են, որ փորձում եք։ Այսինքն ներդրել եք որոշակի ծրագիր, որը որոշակի կայունություն է ապահովում, ըստ այդմ դա պետք է պահպանել մինչև երկարաժամկետ հեռանկարում բնակարանային ապահովման հարցը կկարգավորվի։ Միտումը, այո, ես այդպեսին եմ տեսնում, եւ եթե ես տեսնում եմ, որ սա անխուսափելիորեն հանգեցնել է արտագաղթի արցախցիների շրջանում։ Խորհուրդը նաև հայտարարել է, որ սկսում է համազգային պայքարի նոր փուլ արցախցիների իրավունքների պաշտպանության եւ հավաքական վերադարձի հնարավոր դարձնելու պահանջով։ Ինչ դերակատարում կարող է ունենալ նման նախաձեռնությունը, այս առումով էլ մտավախություն կա, որ կարող է այս շարժումը անտեսվել կամ մեծ քննադատությունների արժանանալ Հայաստանի իշխանության կողմից։ Գիտեք, խորհուրդը շատ հաշվարկված եւ ճիշտ քայլերով է առաջ գնացել, ես կարծում եմ, հանրահավաք հայտարարելով, հանրահավաքի ժամանակ ասելով, որ հանրահավաքի թեման հենց արցախահայության իրավունքներին վերաբերող հարցերն են, այդ թվում նաեւ սոցիալական հարցերը, անգամ բեմից եղան բանախոսներ, որոնք ուղիղ ասեցին, որ իշխանության դեմ չէ այս հանրահավաքը, այլ իրավունքների համար է եւ դրա համար քննադատվեցին նաեւ Հայաստանում ընդդիմադիր որոշ գործիչների կողմից, բայց քայլը որպես այդպիսին իշխանության հետ ազդակ տալն է, որ այս ծրագիրը կարեւոր է այս մարդկանց համար, պետք է այս հարցը լուծվի։ Եվ մենք տեսանք դրան ի պատասխան, շատ կներեք խոսքիս համար, կառավարության ցինիկ որևէ ձևով, այսպես ասած, ապրումակցման իսպառ բացակայությամբ ինչ որ մի պատասխան, նաև գրավոր պատասխան այդ ամենին։ Եվ ըստ էության շարժում եմ ասում, խորհրդին այլ տարբերակ, քան հայաստանյան ակտորների ներգրավելու եւ ավելի մեծ թափով պահանջ ներկայացնելու, այլ տարբերակ չի մնացել։ Այսինքն ինչ է ասում խորհուրդը հայտարարել է, որ սա ոչ միայն արցախցիների հարցն է, սիրելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունում, եկեք օգնեք, որ մեր ձայնը ավելի բարձր հնչի կառավարության առաջ եւ դա ի վերջո հանգեցնի մեր վերաբերյալ որոշումների փոփոխությանը եւ նաեւ ոչ միայն կառավարության, այլ նաեւ միջազգային դերակատարների, որտեղ մի հատ շատ կարեւոր հանգամանք կա, որ միշտ մոռանում ենք։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր, որը ընդունել է 100,000-ից ավելի կոնկրետ, եթե 20 եւ 23 թվականների միասին հաշվենք, 150,000 փախստական տեղահանված անց Հայաստանի Հանրապետությունը, եթե պարտականություն է ստանձնում ընդունելու, պետք է հաշվարկի իր մնացած դրա հետևանքները, ռեսուրսներ, դրա ազդեցությունը, ինչպես է կարողանալու այդ ամեն ինչի տակից դուրս գալ։ Հիմա ամբողջ աշխարհը, այդ թվում տարբեր միջազգային կազմակերպություններ, տարբեր առիթներով, այսպես ասած, գովասանքի խոսք են հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին, որ այո կարողացել է, իմ խորին համոզմունքն այն է, որ դա հնարավոր է եղել Հայաստանի ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև կարող եմ հարյուրավոր, հազարավոր դեպքեր նշել, որ առանց որևէ բանի ուղղակի մարդիկ դռները բացել են եւ հյուրընկալել են իրենց հայրենակիցներին, բայց ամեն դեպքում 40+10 այն ծրագիրն էր, որը այո ինչ որ տեղ էր տալիս, որ միջազգային հանրությունը ասեր, տեսեք վրաներ չկա, տեսեք մարդիկ տեղավորված են, ինտեգրման process է գնում։ Հիմա մենք նաև այդ միջազգայիներին պետք է այդ ուղերձը հղենք, ասելով, որ գիտեք ինչ կա, դուք իրար գովելով եք զբաղված, բայց դրա հետևանքով մարդիկ մնում են դրսում։ Եկեք դուք էլ նաև պատասխանատվություն եք այս մարդկանց առաջ, նաև կառավարությանը ձեր խոսքը ասելու, ձեր խոսքը հղելու։ Հետևաբար ես կարծում եմ, որ խորհրդի հետագա քայլերի մեջ նաև որպես հասցեատեր լինելու են միջազգային դերակատարները, որովհետև մարդիկ այլ տարբերակ չունեն, ամենայն անկեղծությամբ եմ ուզում ասել, սա որևէ կապրիզ բառը հայերեն չգիտեմ, լավ, քմահաճույքի հարց չէ, բնավ, սա քմահաճույքի հարց չէ, սա կոնկրետ մարդկանց անօթևան մնալու խնդիր է եւ որքան հնարավոր է եւ որ խողովակները հնարավոր է պետք է օգտագործի ի վերջո պատասխանատուների ուղեղին դա հասցնելու համար։
Նախորդային Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի հրապարակում էր արել ազատության հարցին ի պատասխան ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը դուրս է եկել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների օրակարգից։ Ինչպես եք մեկնաբանում սա։ Մենք տեսնում ենք, որ դուրս է եկել եւ մենք պահանջում ենք, որ վերականգնվի, այսինքն այնպես չի, որ մենք սպասում ենք, որ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարի, որ դուրս է եկել, դա հասկանալու համար։ Երբ որ տեսնում ես, որ տարբեր ձևաչափերով քննարկումներում որևէ ձևով ոչ վերադարձի մասին է խոսվում, ոչ գերիների վերադարձի մասին է խոսվում, եւ ոչ էլ օրինակ պատմամշակութային ժառանգության պահպանության մասին է խոսվում, շատ պարզ է, որ դուրս է եկել թեմայից, բայց այդ հայտարարության մեջ մի շատ կարևոր կետ կա, որին պետք է անպայման անդրադառնալ, եւ նրանք այդ դուրս բերելը պայմանավորում են նրանով, որ Լեռնային Ղարաբաղ, ինչպես են ասում, Լեռնային Ղարաբաղի լուծարումից եւ բռնի տեղահանությունից հետո հարցը դուրս է եկել օրակարգից։ Միակ երկիրը ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ անընդհատ հղում է անում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված լուծարման հրամանագրի վրա Հայաստանի Հանրապետությունն է։ Միակ երկիրը ամբողջ աշխարհի վրա, այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի միակ երկիրը, որը որ ամեն ձևով պետք է ասել, որ այդ հրամանագիրը, եթե անգամ նախ հրամանագիրը չի հրապարակվել, որևէ մեկս չեք տեսել, բայց եթե անգամ տեղեկատվություն է եղել նման հրամանագիր ստորագրելու մասին, Հայաստանի Հանրապետությունը եթե առաջնորդվեր հայկական ազգային շահով, կասեր, որ այդ հրամանագիրը եթե անգամ եղել է, ապա այդ հրամանագիրը ստորագրվել է ցեղասպանության սպառնալիքի ներքո եւ բոլորը գիտեն, որ միջազգային իրավունքի համաձայն ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո ստորագրված ակտերը որևէ ուժ չունեն եւ առաջ կմղեր այս օրակարգը, բայց հակառակը մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը կոպիտ բառերով ասած անընդհատ գցում է ուրիշների ջեբը, անընդհատ պատասխանատվությունը բարդում է ուրիշների վրա, այսինքն իրենք են հրաժարվել Արցախի թեմայից, փաստից էլ փաստ է, որևէ մի գրամ կասկած սրանում չկա, բայց այս օրակարգը չսպասարկելու իրենց մտադրությունը, տրամադրությունը եւ քաղաքականությունը փորձում են փաթաթել այլոց վզին, այլ հանգամանքներով եւ շատ ծիծաղելի է իրենց այս պահվածքը, սա այն որ երևի իրենք էլ իրենց ասածներին չեն հավատում, այնքան պրիմիտիվ է այդ ասվածը, որ իրենք էլ իրենց ասածներին չեն հավատում, բայց շարունակում են պնդել այդ նույն տրամաբանության մեջ։ Իսկ մեր ասածը նաեւ, որ պետք է վերադառնա օրակարգ եւ պետք է վերադառնա ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրակարգ, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգ, այլ նաեւ ՄԱԿ-ի օրակարգ, բոլոր միջազգային կառույցների, տարբեր պետությունների օրակարգ։ Այդ պահանջը, նաև պահանջագրում ներկայացված է, չէ, վերադարձի իրավունքը, հենց այդ նպատակն է հետապնդում։ Անկեղծորեն, եթե ուզում եք իմ կարծիքը իմանալ, ես այն կարծիքին եմ եւ նաև մի հարցազրույցի մասին դրա մասին խոսել եմ, որ շատ դժվար կլինի հասնել նրան, որ այս կառավարությունը վերադարձի հարցը օրակարգ մտցնի, որովհետեւ իրենք անգամ Արարատից են հրաժարվում կամ մնացած հայկականից են հրաժարվում, ինչ մնաց թե այդ բանը ունենան, համարձակություն ցուցաբերեն եւ Արցախի հարցը վերադարձնեն, Արցախի ժողովրդի իրավունքի հարցը վերադարձնեն, վերադարձի իրավունքի հարցը վերադարձնեն բանակցային սեղան։ Եվ իմ կարծիքն այն է, որ այս հարցը գոնե ինչքան հնարավոր է պետք է արթուն պահել, որ հաջորդ իշխանությունների օրոք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր լինի այն նորից մտցնել օրակարգ։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի հետ։